Ողջույն, բարի գալուստ Արևի խոհանոց։ Եկեք այսօր միասին պատրաստենք չտեսնված համեղ և շքեղ տորտ Վիետնամ։ Բիսկվիտը ստացվում է շատ նուրբ, կրեմը շատ համեղ։ Տեսքի և համի մասին խոսքերն ավելորդ են։ Վերցրեք բոլոր բաղադրիչները ու սկսեք ինձ հետ միասին պատրաստել։ Եթե նորեկ ես, բաժանորդագրվիր ալիքին, որպեսզի բաց չթողնես ոչ մի համեղ տեսանյութ, իսկ մեկնաբանությունները պարտադիր են։ Սկսենք պատրաստել միասին։ Առաջին հերթին հարիչի ամանի մեջ լցնում ենք 6 ձուն։ Ավելացնում ենք մի փոքր վանիլային շաքար, հարում ենք այնքան, մինչև փրփրի, այնուհետև քիչ-քիչ ավելացնում ենք 250 գրամ շաքարավազը։ Ձուն և շաքարավազը լավ հարեցինք։ Այժմ 300 գրամ թթվասերի վրա ավելացնում ենք 1 թեյի գթալ սոդա կամ 2 թեյի գթալ փխրեցուցիչ։ Լավ խառնում ենք և ավելացնում ենք զանգվածին։ Թթվասերը կարող եք նաև փոխարինել մածունով։ Թթվասերը լցնելուց հետո մի փոքր կրկին հարում ենք։ Այս ամենին ավելացնում ենք 200 գրամ հալեցրած կարագ։ Եվ կրկին հարում ենք։ Այժմ ավելացնում ենք ալյուրը և կակաոն, ավելացնելու ենք 300 գրամ ալյուր և 30 գրամ կակաո։ Այդ ամենը մաղով անցկացնում ենք։ Խմորը արդեն պատրաստ է, տեսեք, արտակարգ խմոր ենք ստանում, ոչ շատ պինդ, ոչ շատ թույլ խմոր։ Վերցնում ենք ջեռոցի տապակները և խմորը բաժանում ենք 2 հավասար մասի։ Տապակի չափը ինձ մոտ 30-40-ի վրա է։ Հարթեցնելուց հետո ուղարկում ենք նախորդ տաքացրած ջեռոցը, թխելու եմ 200 աստիճանի տակ մինչև պատրաստ լինելը։ Շերտերը արդեն պատրաստ են, դնենք մի կողմ թողսառի, պատրաստենք կրեմը։ Այժմ պատրաստենք կրեմը։ Կրեմի համար մեզ հարկավոր է 250 գրամ փափուկ կարագ, 2 ճաշի գթալ կակաո,
մի թեյի գթալ վանիլային շաքար և 300 գրամ խտացրած կաթ։ 250 գրամ կարագի վրա ավելացնում ենք 1 թեյի գթալի չափով վանիլային շաքար և լավ հարում ենք։ Ընթացքում քիչ-քիչ ավելացնում ենք խտացրած կաթը։ Կարագն ու խտացրած կաթը լավ հարելուց հետո արդեն ավելացնում ենք կակաոն։ Վերջ, մեր շոկոլադե կրեմը արդեն պատրաստ է, հոյակապ կրեմ ենք ստացել, շերտերը պատրաստ է, կրեմը ևս, սկսենք հավաքել արդեն տորթը։ Շերտերը դնում ենք իրար վրա և մեջտեղից բաժանում ենք 2 հավասար մասի։ Ստանալու ենք 4 շերտ։ Կրեմապատել վերջացնելուց հետո բերում ենք վերջնական տեսքի, փայլուն ջենարակով գեղեցիկ պատում ենք։ Կարող եք ամբողջական լցնել, կարող եք ուղղակի ձևավորել ինչպես որ ցանկանում եք։ Գլազուրը լցնելուց հետո մի փոքր ձևավորում ենք և ուղարկում ենք սառնարան 2 ժամով, 2 ժամ սառելուց հետո կկտրենք և կվայելենք։ Արդեն անցավ 2 ժամ, կտրենք և տեսնենք, թե ինչպես է ստացվել։ Ահա թանկագիններս, մեր համեղության վերջնական տեսքը, հոյակապ է ստացվել շատ նուրբ շերտերով և համեղ կրեմով։ Ինչպես կարելի է հրաժարվել նման համեղությունից։ Հուսով եմ ձեզ դուր եկավ թանկագիններս բաղադրատոմսը, դուք էլ պատրաստեք և վայելեք։ Հավանելու դեպքում չմոռանաք մեկնաբանել և կիսվել։ Այսօր էլ այսքանը, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում։